Կենտրոնի եթերում էպիկենտրոնը շարունակում է աշխատանքը, տաղավարում աշխատում է Տաթևիկ Ավետիսյանը, բարի երեկո, օրվա կարևոր իրադարձությունները նախամարոտ։ Տարածաշրջանը պայթեց, Միացյալ Նահանգներ Իսրայելն ընդդեմ Իրանի լայնամասշտաբ պատերազմը սկսված է, Թրամփը խոստացավ հողին հավասարեցնել իրանական ռազմական ներուժը, Նեթանյահուն հայտարարեց, ռեժիմը պետք է տապալվի, պատերազմի համաշխարհային մարտահրավերները։ Իրենց գլխավոր նպատակը իշխանափոխությունն է Իրանում։ Չեղարկված թռիչքներ Մերձավոր Արևելքից դեպի Հայաստան եւ Երևանից դեպի Մերձավոր Արևելք, որ թռիչքներն են հետաձգվել, հայտնում են Զվարթնոցը թոնավակայանից։ Արցախահայերը պետք է շարունակեն իրենց իրավունքների պաշտպանությունը։ Սումգայիթի ջարդերի օրվա առիթով Արցախի ազգային ժողովի հայտարարությունը։ Առ այսօր նույն քաղաքականությունը Ադրբեջանի կողմից շարունակվում է։ Երևանում օդի աղտոտվածությունը նորից հատել է թույլատրելիի սահմանը։ Ինչ են ասում մասնագետները, ինչ հետևանքներ են սպասում երևանցիներին։ Անմիջականորեն ազդում է առողջության վրա։ Լեգենդար մարզիկն ու աշխարհի բացարձակ չեմպիոնը Հայաստանում է։ Ինչ ծրագրեր են մշակել Ֆրանցիսկո Ֆիլյոն եւ Գագիկ Ծառուկյանը։ Ավելի քան 200 ամերիկացի զինվորական է զոհվել կամ վիրավորվել Իրանի հրթիռային հարվածների հետևանքով, հայտարարել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը։ ԻՀՊԿ գեներալ Էբրահիմ Ջաբարի խոսքով շուտով Իրանը այնպիսի զենքեր է կիրառելու, որոնք Միացյալ Նահանգներ Իսրայել տանդեմը երբեք չի տեսել։ Մերձավոր Արևելքի Միացյալ Նահանգների բոլոր ռազմաբազաները իրանական հարվածների տակ են։ Իրանում կան զոհեր, այդ թվում երեխաների շրջանում։ Մերձավոր Արևելյան 6 երկիր փակել է օդային սահմանները։ Իսրայելը հայտարարել է, որ կռվելու են մինչև հասնեն դրված խնդիրների լուծմանը։ Թրամփը խոստացել է հողին հավասարեցնել Իրանի ռազմական արդյունաբերությունը։ Պատերազմում Միացյալ Նահանգներ Իսրայել դաշինքին միանալու պատրաստակամություն է հայտնել Սաուդյան Արաբիան։ Միջազգային հանրությունը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով։ Ինչ է կատարվում Իրանում եւ Մերձավոր Արևելքում եւ ինչ զարգացումների սպասել, պատմում է Արթուր Հակոբյանը։ Առավոտյան Իրանն արթնացել է պայթյունների ձայներից։ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել մայրաքաղաք Թեհրանին եւս 7 քաղաքների ու բնակավայրերի։ Պայթյուններ են որոտացել Սպահանում, Ղոմում, Թավրիզում եւ այլ բնակավայրերում։ Իսրայելի առաջին հրթիռները պայթել են հիմնականում Թեհրանի կենտրոնական փողոցներում։ Իսրայելը լուսանկարներ է հրապարակել կառավարական շտաբին հասցված հարվածից։ Նրանք հայտարարել են, որ հարվածների առաջին ալիքը հաջողություն է գրանցել, ոչնչացվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Համացանցում հրապարակված կադրերում երևում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի նստավայրի մոտ պայթյունը։ Ռոյթերսը հայտնում է սակայն, որ Ալի Խամենեին երկրում չէ, անվտանգ վայրում է։ Իրանի նախագահի նկատմամբ կատարված մահափորձի մասին լուրերից հետո Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ Փեզեշքյանը անվտանգ գոտում է։ Նույնաբովանդակ հայտարարությամբ է հանդես եկել նաև արտգործնախարարությունը։ Աբբաս Արաղչիին ոչինչ չի սպառնում։ Տեղեկություն կա, որ իսրայելական հրթիռներից մեկը ընկել է դպրոցի վրա։ Տարբեր տվյալներով աշակերտների շրջանում զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մասշտաբային ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Թեհրանը մերժել է միջուկային հավակնություններից հրաժարվելու հնարավորությունը։ ԱՄՆ նախագահը կոչ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին վայր դնել զենքերը։ Վաշինգտոնը այլևս չի կարող հանդուրժել այն իրավիճակը, երբ Իրանը փորձում է վերափոխել միջուկային ծրագիրը եւ շարունակել զարգացնել հեռահար հրթիռները։ Մեր նպատակն է պաշտպանել ամերիկացի ժողովրդին վերացնելով իրանական ռեժիմի անմիջական սպառնալիքները։ Թեհրանի գործողություններն անմիջական վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի եւ արտերկրում ամերիկյան ռազմաբազաների համար։ Կոչնչացնենք Իրանի հրթիռները եւ ռազմական արդյունաբերությունը։ Նրանք հովանավորում են ահաբեկչությունը։ Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու ու պատմական առաջնորդության համար։ 47 տարի է այաթոլաների ռեժիմը բղավում է մահ Իսրայելին, մահ Ամերիկային։ Այս ռեժիմին չի կարելի թույլ տալ գզինվել միջուկային զենքով։ Մեր համատեղ գործողությունները պայմաններ կստեղծեն, որ Իրանի քաջարի ժողովուրդը իր ձեռքը վերցնի սեփական ճակատագիրը։ Դիմում եմ նաև իսրայելցիներին, առաջիկա օրերին առյուծի մռնչյուն գործողությունը պահանջելու է տոկունություն։
Իրանի պատասխանը շատ չուշացավ։ Իսրայելի հարվածներից ժամեր անց Իսլամական Հանրապետությունը տասնյակ բալիստիկ հրթիռներ է ուղարկել, ինչպես Իսրայելի, այնպես Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Գործի են անցել նաև իրանական անօդաչու թռչող սարքերը։ Թեհրանից նախազգուշացրել են, այնպիսի դաս են տալու ԱՄՆ-ին եւ Իսրայելին, ինչպիսին դեռ պատմությունը չի տեսել։ Թել Ավիվին զուգահեռ Իրանը հարվածներ է հասցնում նաև Քուվեյթում, Կատարում, Բահրեյնում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում ամերիկյան բազաներին ու ենթակառուցվածքներին։ Իրանական հարվածների հետևանքով նույնպես կան զոհեր։ Տեղեկություն կան նաև, որ պայթյուն է հնչել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում, Աբու Դաբիում եւ Դուբայում նույնպես պայթյուններ են որոտացել։ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Աբու Դաբիում իրանական հրթիռակոծության հետևանքով 1 մարդ է զոհվել։ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարում է, որ իրենց իրավունք է վերապահում պատասխանել իրանական հրթիռային հարձակմանը։ Իրանական հարվածներից խուսափելու համար Թել Ավիվում օդային տագնապի ազդանշան է միացել։ Իսրայելը երկրում արտակարգ դրություն է հայտարարել, օդային տարածքը փակվել է, բոլոր միջոցառումները հետաձգվել են, մարդկանց հորդորել են դուրս չգալ տներից։ Մերձավոր Արևելքի մի շարք այլ երկրներում նույնպես օդային սահմանը փակ է։ Ոչ պաշտոնական Թեհրանի Ալի Կորաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի խոսքով Իրանին հարվածներ հասցնելու հիմնական նպատակը իշխանափոխությունն է։ Այդ մասին բացահայտ հայտարարեցին եւ Թրամփը եւ Նեթանյահուն։ Նեթանյահուն արդեն հայտարարել է, որ մենք ժողովրդին այսպես կոչված ճակերտավոր հնարավորություն ենք տալիս դուրս գալու եւ իշխանափոխություն իրականացնելու։ Սա ակնհայտ է։ Վերջնական նպատակը, որը սահմանված է, Իրանի տրոհումը, Իրանի կազմաքանդումն է։ Իրանի կազմաքանդումը ունենալու է սարսափելի հետևանքներ ողջ տարածաշրջանի համար։ Պատերազմական իրավիճակում է հայտնվել ամբողջ տարածաշրջանը, ինչպիսի ավարտ կունենա դեռ հնարավոր չէ կանխատեսել, բայց որ այն ուղղակի եւ անուղղակի ազդեցություն կարող է ունենալ ռազմական գործողություններում չներքաշված պետությունների վրա, ակնհայտ է, ասում է փորձագետը։ Այսպես կոչված ոչ պաշտոնական կա տարբերակ, որ Թուրքիայի սցենարներից մեկը հետևյալն է, որ եթե այսպես կոչված ապակայունացում տեղի ունենա Իրանում, այսինքն այնուամենայնիվ իշխանական համակարգի փլուզման ականատեսը լինենք եւ անիշխանություն իշխանական քաոս ստեղծվի Իրանում, իրենք պատրաստ են այսպես կոչված ռազմական միջամտության սահմանափակ, որպեսզի փախստականների հոսքը կանխեն, անվտանգության հարցերը լուծել, սա նշանակում որ Թուրքիան պատրաստվում է գործողությունների։ Տարածաշրջանի ապակայունացման բացասական ազդեցությունից զերծ չի կարող մնալ նաև Հայաստանը։ Ստեղծված վիճակում Հայաստանը պետք է չեզոք դիրք ունենա։ Նա պետք է նկատի ունենա, որ Իրանի հաղթանակի դեպքում բոլորովին այլ տարածաշրջան է լինելու, ասում է Շահնազարյանը։ Ըստ Արամ Շահնազարյանի, այս ռազմական գործողությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ դիվանագիտությունը պարտվում է, իր տեղը զիջելով ուժի կիրառմանը, ինչը ցավալի նախադեպ կարող է լինել ամբողջ աշխարհում։ Սա երկրորդ անգամն է, որ բանակցությունների ընթացքում մյուս կողմը Միացյալ Նահանգները, կոնկրետ արդեն Միացյալ Նահանգները եւ Իսրայելը խախտում են պայմանավորվածությունները եւ անցնում են ռազմական գործողությունների։ Ու սա նշանակում է, որ դիվանագիտությունը ողջ աշխարհում կորցնում է իր արժեքը դիվանագիտական գործողությունները։ Մենք թևակողում ենք ուժի, այսպես կոչված զորբայությամբ ուժի միջոցով հարցերը լուծելու դարաշրջան, որը բացարձակապես ձեռնտու չէ ոչ ոքի։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիան տեղի է ունենում Թեհրան-Վաշինգտոն դիվանագիտական գործընթացի ֆոնին։ Նրանց հարվածները խախտել են միջազգային իրավունքը, Իրանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, թիրախավորել են երկրի քաղաքական եւ ռազմական ենթակառուցվածքները։ Իրանը կոչ է արել ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին դատապարտել տեղի ունեցածը։ Շվեյցարիան, Նորվեգիան ու Ռուսաստանը, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահը մտահոգություն են հայտնել Իրանին հասցված հարվածների կապակցությամբ։ Սաուդյան Արաբիան իր հերթին պատրաստակամություն է հայտնել միանալ ԱՄՆ-Իսրայել զույգին ընդդեմ Իրանի։ Ֆրանսիայի նախագահն էլ կոչ է արել անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։
Փետրվարի 28-ին Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակը։ Ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ։ Իրանում եւ Իսրայելում գտնվող Հայաստանի քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները եւ հետեւել պաշտոնական ցուցումներին, ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։ Նշված է, որ նախարարությունը հետևում է մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակին։ Արտգործնախարարությունը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը եւ ըստ անհրաժեշտության հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ, ասված է գրառման մեջ։ Տարածաշրջանում ստեղծված լարվածության եւ մի շարք երկրների օդային տարածքը փակելու պատճառով դեպի Հայաստան թռիչքներ կան, որոնք չեղարկվել են։ Զվարթնոց օդանավակայանից հայտնում են, որ Երևան-Քուվեյթ եւ Քուվեյթ-Երևան այսօրվա թռիչքները չեղարկվել են։ Երևան-Դուբայ, Երևան-Աբու Դաբի եւ հակառակ ուղղություններով թռիչքները կլինեն ուշացումներով։ Իրանում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել երկիրը Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքով։ Մասնավորապես նշվում է, որ Իսլամական Հանրապետությունից դուրս գալու համար լավագույն երթուղիներից մեկը ագարակ անցակետով դեպի Հայաստան անցակետն է։ Տեղաշարժվելիս խնդրում ենք ցուցաբերել զգուշություն եւ զգոնություն, ասված է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հայտարարության մեջ։ Մեծ ծրագրեր լեգենդար մարզիկ Կիոկուշին կարատեի աշխարհի բացարձակ չեմպիոն Ֆրանցիսկո Ֆիլիոյի հետ համատեղ։ Բրազիլացի մարզիկը Երևանում Օլիմպիավանում վարպետության դասեր է անցկացնում մարզաձևի սաների համար։ Կիոկուշին կարատեի լեգենդը նաև Գագիկ Ծառուկյանի հյուրն էր։ Նրանք քննարկել են մի շարք ծրագրեր Հայաստանում մարզաձևի զարգացման, փոխայցերի կազմակերպման եւ ապրիլին Հայաստանում Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի բարձր մակարդակով անցկացման շուրջ։ Հայաստանում է լեգենդար մարզիկ Ֆրանցիսկո Ֆիլիոն, Կիոկուշին կարատեի աշխարհի բացարձակ չեմպիոնը Գագիկ Ծառուկյանի հյուրն է։ Բարի գալուստ Հայաստան, շատ ուրախ եմ ծանոթանալու ուժեղ մարդու չեմպիոնի հետ, շատ հաճելի է։ Շատ շնորհակալ եմ նման ընդունելության համար։ Ես տեղյակ եմ, թե դուք ինչ մեծ ներդրում ունեք սպորտի զարգացման գործում ու ձեր շնորհիվ ինչպիսի նվաճումներ են գրանցվել։ Գիտեմ, որ կյանքում ուժեղ լինելը կարևոր է, բայց ավելի կարևոր են կողքիդ մարդիկ, որոնք աջակցում են քեզ։ Գագիկ Ծառուկյանն ու Ֆրանցիսկո Ֆիլիոն գործակցության տարբեր ձևաչափեր են քննարկում, մարզիկների փոխայցերից մինչև միջազգային մրցաշարերի կազմակերպում։ 55-ամյա բրազիլացին այս օրերին սեմինար է անցկացնում Օլիմպիավանում, իր փորձն է փոխանցում հայ մարզիկներին։ Մեր մարզիկների համար պայմաններ ենք ստեղծել պարապելու համար, պետք է սկզբնական պայման լինի, հնարավորություն, նոր պահանջես։ Հիմա էլ ոչ օլիմպիական ձև է, քանի որ չի ֆինանսավորում, համախմբել ենք, ֆինանսավորում եմ ես, որը զբաղվում է իմ տղան, որ սոցիալական ծանր պայմաններում գտնվող երեխաներ հնարավորություն են պարապելու փողոցում չմնան։ Կիոկուշին կարատեով սկսել է զբաղվել 10 տարեկանից, իսկ դրանից 6.5 տարի անց արդեն սև գոտի է նվաճել։ Բրազիլիայում եւ Ճապոնիայում 100-ից ավելի մենամարտ է անցկացրել։ Բազմաթիվ չեմպիոնական տիտղոսներ ունի։ 1997 թվականին ճանաչվել է քիքբոքսինգի ամենահայտնի մարզիկներից մեկն աշխարհում։ Ճապոնիայում 2 անգամ նվաճել է Կամեկի համաշխարհային Գրան Պրին։ Ես եկել էի Հայաստան Օլիմպիավանում սեմինար անցկացնելու, հանդիպեցի հիանալի մի անձնավորության Գագիկ Ծառուկյանին։ Նման մարդիկ իրականում շատ են պետք, որպեսզի աջակցեն երիտասարդներին, որ սպորտը զարգանա ամբողջ աշխարհում։ Այստեղ երիտասարդներին ներկայացնելու եմ իմ ճանապարհը, որը լի է լեգենդար պատմություններով։ Ապրիլին Երևանում Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի առաջնություն կանցկացվի։ Նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Գագիկ Ծառուկյանը կաջակցի, որ մրցաշարը հավուր պատշաճի անցկացվի։ Հանդիպման ավարտին Ֆրանցիսկո Ֆիլիոն Գագիկ Ծառուկյանին է փոխանցում Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի առաջնության գլխավոր խորհրդանիշը՝ առաջին գավաթը։ Հյուրերը նույնպես հեռանում են արժեքավոր նվերներով։ Իզաբելլա Հովանիսյան, Սիմիկ Մայիլյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։ Ծառահատումներ, ակտիվ ու հաճախ նորմերին չհամապատասխանող շինարարություն, ավտոմեքենաների թվի աճ։ Հետևանքը օդի աղտոտվածության անթույլատրելի ցուցանիշն է։ Երևանի օդի աղտոտվածությունը կրկին օրակարգային է։ Օրեր առաջ նորից արձանագրվել էր նորման գերազանցող ցուցանիշներ, որոնք են հիմնական պատճառները, ինչ է արվում խնդիրները լուծելու համար եւ ինչ ռիսկեր կան։ Էպիկենտրոնի անդրադարձում։
Երևանում հաճախ բավական է պարզապես բացել պատուհանը եւ զգալ սովորականից ավելի ծանր օդը։ Հիդրոօթերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի ներկայացրած տվյալները արձանագրել են, որ անցած շաբաթ Երևանում օդու փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, իսկ Շենգավիթում, Նորնորքում եւ Արաբկիրում գերազանցումները արձանագրվել են առանձին օրերի։ Օդի աղտոտվածության թեման հատկապես ակտիվ քննարկվում էր անցած տարվա աշնանը, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին։ Քննարկումները հետզհետե մարեցին, բայց խնդիրը մնում է չլուծված։ Այն ծառերը, որոնք հատվում են, դրանք լավագույն տեսակներն են փոշին նստեցնելու առումով, իսկ Երևանի համար փոշին մշտապես է եղել խնդիր եւ դրա համար են ծառատեսակները ընտրել։ Այդ նոր գաճաճ ծառատեսակները, որոնք տնկվում են եւ բերվում են, ներկրվում են եվրոպական երկրներից, սրանք այգեպուրակային տարածքների համար դեկորատիվ էֆեկտ ստանալու համար ծառատեսակներ են, որոնք երբեք չեն ունենալու այդ խոշոր սաղարթները։ Մոսկովյան փողոցում արդեն 4-րդ տարին է դրված են այդ ծառերը։ Ոնց դրել են, այդ չափն էլ ունեն։ Այսինքն սրանք փոքրիկ սաղարթներ են լինելու, ուղղակի դեկորատիվ էֆեկտ ունենալու եւ ծաղկման գործընթացը ապահովելու։ Օդի աղտոտվածության բարձր մակարդակը պայմանավորված է մի շարք գործոններով։ Դրանց թվում են քաղաքում շինարարությունը, ավտոմեքենաների աճող քանակը, ինչպես նաեւ կանաչ տարածքների կրճատումը։ Կանաչ տարածքների նվազումը խաթարում է օդի բնական մաքրումը եւ քաղաքի օդափոխությունը, ինչի հետևանքով վնասակար մասնիկները ավելի երկար են պահպանվում մթնոլորտում։ Պետության կողմից կարևորագույն գործողությունները այստեղ պետք է լինեն տրանսպորտային բարեփոխումների իրական գործընթացները, որ լինի այնպես, որ բնակչությունը ստիպված չլինի ընտանիքում մի քանի անդամի համար մեքենաներ ձեռք բերի, որ չլինեն այդ խցանումները, շինթույլտվությունները, որոնք քառակի անգամ ավելացել են, դրանց կառավարումը նորմալ, որովհետև երբ որ մենք մեծ քանակով շինթույլտվություններ ենք տալի, մենք հաշվի չառնելով փողոցների թողունակությունը, մենք փաստացի ավելի ենք ծանրացնելու խցանումների իրավիճակը եւ այլն։ Կանոնակարգում շինարարության, այսինքն շինհրապարակները պետք է բերվեն նորմալ վիճակի, տեսնում եք, այստեղ ամբողջությամբ շինհրապարակներ են, սրանք բոլորը այն տեղերում են, որտեղ որ անտառներն էին ժամանակին, այսինքն բուֆերային գոտիները, որոնք Երևանի ինքնամաքրման գործընթացներն են իրականացնում օդի։ Մոտ մեկ ամիս առաջ քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ անդրադառնալով այս հարցին ասել էր, որ պարզապես ծառեր տնկելով եւ անտառներ շատացնելով հարցը չի լուծվելու, պետք են այլ մոտեցումներ։ Ես տենց մարդկանց հետ խոսակցության մեջ հասկանում եմ, որ կան ինտուիտիվ բաներ, որ մեզ իրապես թվում է, որ օրինակի համար, եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի, այս խնդիրը կվերանա։ Դա իրականությանը չի համապատասխան։ Բարձր փոշոտվածությունը կարող է առաջացնել շնչառական դժվարություններ, սրել քրոնիկական հիվանդությունները եւ բարձրացնել սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը։ Մասնագետները նաեւ նշում են, որ աղտոտված օդը կարող է բացասաբար անդրադառնալ հղիության վրա, մեծացնելով նորածինների առողջական խնդիրներ ունենալու ռիսկը։ Ալինա Սահակյան, Սիմիկ Մայլյան, Էպիկենտրոնի համար։ Արցախի Հանրապետության ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Հայտարարությունում նշվում է, որ 1988 թվականին Սումգայիթում հայ բնակչության նկատմամբ իրականացված զանգվածային բռնությունները եղել են կազմակերպված եւ դարձել հետագա հակահայկական գործողությունների սկիզբը։ Խմբակցություններն ընդգծում են, որ հանցագործությունների անպատժելիությունը հանգեցրել է նոր բռնությունների, այդ թվում Արցախի հայ բնակչության բռնի տեղահանությանը 2023 թվականին։ Նրանք միջազգային հանրությանը կոչ են անում տալ իրավաքաղաքական գնահատական եւ ապահովել պատասխանատվություն, միաժամանակ վերահաստատելով Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ պայքարը։ Այսօր Ծիծեռնակաբերդում հավաք է եղել ի հիշատակ Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերին։ Առ այսօր նույն քաղաքականությունը Ադրբեջանի կողմից շարունակվում է եւ անպատժելիությունը, ժխտողականությունը թե Հայաստանից դուրս, թե Հայաստանի ներսում դրացիչ վտանգներ, սպառնալիքներ են ներկայացնում, որ կարող են նման իրադարձությունները կրկնվել, ընդ որում Արցախի ժողովրդի ցեղասպանությունը եւ հայրենազրկումը ամենաթարմ օրինակն է։ Շաբաթ առավոտը վարչապետը սկսել է վերջին 8 տարիներին գիտության ոլորտին հատկացված ֆինանսավորման մասին լուրով։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 2025 թվականին 2017-ի համեմատ գիտության ոլորտի ֆինանսավորումն աճել է համարյա 3 անգամ կամ 180%-ով։ Այսինքն 2017 թվականի 14.3 միլիարդից 2025-ին փաստացի դարձել է 42 միլիարդ դրամ։ Ըստ վարչապետի գումարները երկու ուղղությամբ են ծախսվել՝ ատեստավորման միջոցով աշխատավարձերի բարձրացման եւ սարքերի սարքավորումների ձեռքբերման համար։ Օրինակ, լաբորանտ կամ ճարտարագետի աշխատավարձը 67,000 նախկինի փոխարեն դարձել է
138,000 դրամ, այսինքն կրկնակի աճել է։ Ավագ լաբորանտի աշխատավարձը 76,000-ից դարձել է 179,000 դրամ, կրկնակիից ավել աճել է։ Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 85,000 դրամից դարձել է 210,000 դրամ։ Շատ կարևոր է նաև արձանագրել, որ 2021-ից 25 թվականներին գրեթե 20 միլիարդ դրամ է տրամադրվել գիտական ոլորտի սարքեր, սարքավորումներ ձեռք բերելու համար, որոնք տրամադրվել են տարբեր գիտահետազոտական ինստիտուտների, բուհերի եւ այս ձեռքբերումների թագնոպսակը իհարկե Երևանի պետական համալսարանի համար պետական բյուջեի միջոցներով ձեռք բերված արհեստական բանականության կենտրոնն է, սուպեր համակարգիչը, որի համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 3.7 միլիարդ դրամ։ YouTube-ի մոնետիզացիան Հայաստանում որքան դրական կողմեր ունի հարթակն օգտագործողների համար, նույնքան էլ նյարդայնացնող է հարթակի կոնտենտը սպառող օգտատերերի համար։ Գրեթե յուրաքանչյուր տեսանյութից առաջ սկսվող գովազդները գործում են թիրախավորման սկզբունքով։ Հաշվի են առնվում անձի որոնումները համացանցում։ Այս փուլում նոր պայմանների հետ հաշտվելը պարտադիր պայման է։ Այլընտրանքը վճարովի տարբերակն է, որը Հայաստանում դեռ չի գործում։ Հիմա հայտնվեց այս ոչ թե հայկական գովազդը, այլ միջազգային ու առաջին օրերին գրեթե ամբողջությամբ բերվում էր սա։ YouTube-ի մոնետիզացիան Հայաստանում նոր հնարավորություն է կոնտենտ ստեղծողների համար, թե նյարդայնացնող փորձառություն դիտողների համար։ YouTube-ում գրեթե բոլոր տեսանյութերը սկսվում են գովազդով, երբեմն ավարտվում մեկ այլ գովազդով։ Հայաստանում մոնետիզացիայի ակտիվացումը փոխում է խաղի կանոնները։ Մոնետիզացիան Հայաստանի համար շատ կարևոր իրադարձություն է, կարելի այսպես ասել, որովհետև դա փոխելու է ոչ միայն գլոբալ դիջիտալ գովազդի դաշտը, այլ կարևոր կոնտենտ ստեղծողների համար ստեղծվելու է շատ մեծ հնարավորություն տվյալ կոնտենտի ստեղծումը մոնետիզացնել։ Մոնետիզացիան կարող է օգտակար լինել նույնիսկ նվազագույն հետևորդների շեմը հաղթահարած ալիքներին։ 1000 հետևորդ ունեցող ալիքն էլ եկամուտ կստանա։ YouTube-յան չանելները, որոնք բավարարում են նվազագույն պայմաններին, դառնում են օգտատեր եւ ունենալով իրենց օգտահաշիվը, պարզապես գցում են իրենց որոշակի տվյալներ եւ արդեն իսկ ավտոմատ կերպով կախված ցուցադրությունների քանակից բնականաբար արդեն ոնց որ մեխանիզմը շարժում է եւ դու որևէ մասնակցություն տեխնիկական process-ին չես ունենում։ YouTube-ը սակայն խիստ հսկողության տակ է պահում նաև հայկական տիրույթը։ Հիմա ավելի խիստ պետք է հետևել բովանդակային եւ էթիկական չափանիշներին։ Դրանց խախտման դեպքում ալիքը կարող է զրկվել եկամուտ ստանալու հնարավորությունից, իսկ հեղինակը ալիքից ընդհանրապես։ Բավականին խիստ կարգավորումներ կան այն առումով, որ ցանկացած կոնտենտ չի կարող անցնել Google-յան տիրույթում մոդերացիան։ Այսինքն կան հստակ կետեր, որոնք հնարավոր չի նման բովանդակությամբ, որոնք օրենքին հակասող բովանդակություն է կամ Նոր պայմաններում հայկական YouTube-ում սպասվում է նաև մրցակցության ակտիվացում։ Երբ հարթակը դառնում է եկամտի աղբյուր, ստեղծողները սկսում են ավելի մեծ ուշադրություն դարձնել որակին, գաղափարներին եւ դիտողի պահանջարկին։ Ըստ էության մինչև այս պահը YouTube-ից գումար աշխատում էին մենակ այն դիտումներից, որոնք երկրներում են, որտեղ կա մոնետիզացիա, այսինքն բոլոր հայկական քրեատորների մոտ մեծամասնությունը Հայաստանի դիտողներն են, բայց այդ մեծամասնությունից գումար ոչ ոք չէր ստանում։ Հիմա ոնց որ բացվում այդ պատոհանը, որ կկարողանան մեծամասնությունից իրենց լսարանի գումարը ստանալ այդ դիտումներից, ինչը շատ լավ է, ինչը միանշանակ բերելու է նրան, որ որակն լավանալու, ավելի հետաքրքիր նախագծեր լինելու, մրցակցությունը շատանալու է, այս մրցակցությունը միշտ ավելի լավ արդյունքի է բերում։ YouTube-ում գովազդները գործում են թիրախավորման սկզբունքով, հաշվի առնելով օգտատիրոջ հետաքրքրությունները, որոնումները եւ դիտումների պատմությունը։ Գովազդատուի համար շատ կարևոր է լինելու, որ կարողանալու է ավելի լավ թիրախավորել, գտնել իր լսարանը, այսինքն եթե դա մանկական պրոդուկտ է, երևի իրան իմաստ չունի օրինակ Arm Comedy-ում գովազդ անել, բայց եթե այնպիսի բան է, որ Arm Comedy լսարանին ավելի մոտ է, ավելի հասկանալի է, այդտեղ մեծ հնարավորություններ են բիզնեսի համար բացվելու։ Առանց գովազդ YouTube-ի դարաշրջանը աստիճանաբար ավարտվում է։ Կամ պետք է հաշտվել նոր պայմանների հետ, կամ ընտրել վճարովի տարբերակը, որը դեռևս Հայաստան մուտք չի գործել։ Ալինա Սահակյան, Սիմիկ Մայլյան, Էպիկենտրոնի համար։
Թեժ մենամարտեր եւ իրական մարտական մթնոլորտ։ Աշխարհի 4 կողմերից Երևան են ժամանել շուրջ 800 մարզիկ։ Բոլորին միավորել է Mix Fight սիրողական ամենամյա առաջնությունը։ Բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսք է հղել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Պատվավոր հյուրերի շարքում էր ոչ օլիմպիական մարզաձևերի համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը։ Պաշտոնական արարողությանը պատվոգրեր եւ հուշամեդալներ են հանձնվել մարտարվեստի զարգացման գործում մեծ ավանդ ունեցող անհատներին։ Մրցարշավը կտևի 2 օր։ Երևանում մեկնարկել է Mix Fight-ի ամենամյա առաջնությունը։ Մարզական խոշոր իրադարձությանը մասնակցում է 800 մարզիկ Հայաստանից ու արտասահմանից։ Առաջնության բացման արարողությանը ողջույնի խոսք է հղել ՀԱՕԿ նախագահը։ Սիրով ուզում եմ նաև ողջունի եւ բարեմաղթանքի խոսքեր ուղղեմ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանի անունից ողջ մարզիկներին, մարզիչներին, ծնողներին եւ մաղթեմ հաջողություն այսօրվա առաջնությանը։ Բոլոր այն ֆեդերացիաները, որոնք կարողանան Հայաստանի Հանրապետությունում իրենց աշխատանքով հանդես գալ, իմացեք, որ ազգային օլիմպիական կոմիտեն ամեն ինչով օգնելու է, օժանդակելու է եւ գնահատելու է։ Այս առաջնությանը մասնակցում են Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների հաղթողներ, չեմպիոններ։ Բոլոր մարզիչներին եւ մարզիկներին ցանկանում եմ անվնաս մենամարտեր եւ թող հաղթի ուժեղակույնը։ Ոչ օլիմպիական մարզաձևերի միության համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը պատվոգիր ու հուշամեդալ է հանձնում առաջնության կազմակերպիչ Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի նախագահ Վարդան Մնացականյանին, խառը մենամարտերի MMA ֆեդերացիայի նախագահին ու Կենտրոնական Ասիայի Muay Thai ֆեդերացիայի նախագահին։ Առաջնության կազմակերպիչների կողմից պատվոգրեր ունի նաև ոչ օլիմպիական մարզաձևերի միության ղեկավարությունը։ Գառնիկ Հայրապետյանին մարզաձափարություններով։ Թեժ մենամարտեր, առողջ մրցակցություն եւ իրական մարտական մթնոլորտ, օկտագոն եւ ռինգ են հրավիրվում քիքբոքս մարզաձևի մինչեւ 15 տարեկան մարզիկները։ Անցած մրցաշարին եղել են 400 հոգի, հաջորդին եղել են 500 հոգի, այս անգամ արդեն 800 հոգի մասնակիցություն են, գնալով աճում է թիվը։ 3 ամիս առաջ արդեն պլանավորել ենք այս մրցաշարի մասին եւ MMA ֆեդերացիայի հետ ենք համատեղ աշխատում։ Կմաղթենք մեր հայ մարզիկներին հաղթանակ եւ բոլորին անվնաս մենամարտ։ Առաջնությանը մասնակցում են մարզիկներ Ռուսաստանից, Իրանից ու Վրաստանից։ Հայաստան ժամանած հյուրերը տպավորված են ու կարևոր են համարում այսպիսի մրցաշարերը։ Առաջին անգամ չէ, որ Հայաստանում ենք, 2 տարի առաջ նույնպես մասնակցում էինք նման առաջնության։ Կարծում եմ այս մրցաշարն ունի ամենահաջողված անվանումներից մեկը՝ Կովկասի գավաթ։ Այստեղ են մարզիկներ անգամ հեռավոր Սիբիրից, Կովկասի չեմպիոն դառնալու համար։ Եվ սա շատ հեղինակավոր մրցաշար է, որը մենք անցկացնելու ենք ամեն տարի։ Բավականին լավ կազմակերպված էր մրցաշարը։ Սա խնդան է հանդիսանում իր չափով մարտարվեստների զարգացմանը մեր երկրում։ Եվ ես կարծում եմ բավականին լավ հանդես եկան, արժանապատիվ հանդես եկան մեր հայ մարզիկները։ Շատ ուրախ եմ այսօրվա կապակցությամբ եւ շնորհակալ եմ կազմակերպիչներին։ Mix Fight-ի երկօրյա առաջնությանը 8 անկյուն ռինգ դուրս կգան MMA, Mix Fight եւ Muay Thai մարզաձևերի մարզիկները։ Հաղթողները կպարգեւատրվեն ու առաջիկայում կմասնակցեն Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։ Երևանում պաշտոնական արարողությամբ մեկնարկեց սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։ Այն պատմության մեջ առաջին անգամ է անցկացվում Հայաստանում։ Երևանում է աշխարհի 40 երկրից 450 մարզիկ եւ մարզիչներ։ Խաղարկվելու է 70 մեդալ։ Բացման արարողությանը ներկայացվել են հրաձգություն մարզաձևի գեղեցկությունն ու առանձնահատկությունները։ Լուսաձայնային շոուից հետո տեղի է ունեցել մասնակից երկրների դրոշների շքերթը։ Այս առաջնությունները նոր խթան կտան ընդհանրապես միջազգային սպորտի զարգացմանը եւ տվյալ մարզաձևերի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում։ Եվ վերջում հոսանքի պլանային անջատումների մասին։
Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԿ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը. Ավան վարչական շրջան 11-ից 17-ը, Առինջ գյուղ, Դուրյան թաղամասի 1, 2, 3, 4, 5, 10 փողոցների առանձնատներ, Դուրյան թաղամաս առաջին փողոց 10 շենք, Էդնո գրուպ ՍՊ, Ռուսո ՍՊ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Արագածոտնի մարզ 11-ից 13-ը, Կայք, Թթուջուր, Վարդենիս, Չքնաղ, Ձորագլուխ, Սարալանջ եւ Լուսագյուղ գյուղեր։ Արարատի մարզ 11-ից 13-ը, Նորաբաց գյուղ մասնակի, 11-ից 15-ը, Աբովյան գյուղ մասնակի։ Գեղարքունիքի մարզ 12-ից 15-ը, Մարտունի բնակավայր մասնակի, Հերացու, Արցախի, Կոմիտասի փողոցներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Սպառած էլեկտրաէներգիայի անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 180 եւ 08080 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։ Այսքանը այս թողարկմանը։ Իրադարձությունների զարգացմանը հետևեք մեր եթերում։ Ցտեսություն։